Հերովդեսի տաճարը սոսկ սրբավայր չէր, այն այնքան վիթխարի մի կառույց էր, որ այցելուներն ասում էին, թե երբեք նման բան չեն տեսել երկրի վրա։ Արածագին փայլող ոսկի, գաղտնի ծիսակատարություններ կատարող քահանաներ տարածքներ, ուր քիչ մահկանացուների էր թույլատրվում մուտք գործել։ Սակայն տպավորիչ գեղեցկության հետում թաքնված էին լարվածություն, քաղաքականություն, մի ողբերգական ճակատագիր, որը շատերն անտեսում են։ Այսօր մենք մուտք կգործենք Հերովդեսի տաճար, ասես այնտեղ լինեինք բացահայտելով, թե ինչպիսին էր այն ներսից, ինչ էր կատարվում նրա միջանցքներում, թե ինչու նրա կործանումը հավերժ դրոշմվեց աստվածաշնչյան պատմության մեջ։ Բաժանորդագրվեք, ակտիվացրեք զանգակը, մնացեք մինչ վերջ, քանի որ որոշ բացահայտումներ կարող են լիովին փոխել ձեր տեսակետը պատմության ամենահայտնի տաճարի մասին։ Ինչպես էր Հերովդեսի տաճարը ներսից։ Ինչու էր այն համարվում աշխարհի 8-րդ հրաշալիքը։ Պատկերացրեք, որ հասնում եք Երուսաղեմ անապատով շաբաթներ տաց ճանապարհորդությունից հետո։ Դուք բարձրանում եք վերջին բլուրը, ուժասպառ, փոշով ծածկված։ Եվ հանկարծ ձեր հայացքը կանգ է առնում։ Սպիտակ քարից ոսկուց կերտված մի լեռ պայթում է կապույտ երկնքի ֆոնին, արտացոլելով առն այնպիսի ուժգնությամբ, որ դուք ստիպված եք լինում ծածկել ձեր դեմքը։ Դա պատրանք չէ։ Դա իրական է։ Դա Հերովդեսի տաճարն է, ոչինչ, որ նախկինում տեսել եք ձեր կյանքում, ձեզ չէր նախապատրաստել դրան։ Պատմիչ Ֆլավիոս Հովսեփոսը, ով անձամբ տեսել էր տաճարը նախքան դրա կործանումը, արձանագրել է մի բան, որն այցելուները կրկնում էին միմյանց։ Նա, ով երբեք չի տեսել Հերովդեսի տաճարը, երբեք չի տեսել իսկապես շքեղ կառույց։ Դա չափազանցություն չէր։ Դա փաստ էր։ Մորիա լեռան վրա վեր խոյացող շինությունը համատեղում էր անհավանական համամասնությունները հարդարանքի հետ, որը մարտահրավեր էր նետում հնության մեջ հայտնի ցանկացած չափանիշի։ Հռոմից, Ալեքսանդրիայից, Աթենքից եկած ճանապարհորդները, քաղաքներ, որոնք սովոր էին վիթխարի հուշարձանների, լռում էին այդ տեսարանի առջ։ Ոմանք լաց էին լինում։ Մյուսները պարզապես բառեր չէին գտնում։ Բայց ինչպես նման կառույց հայտնվեց հռոմեական կայսրության մի փոքրիկ նահանգի սրտում։ Եվ ինչու այն կառուցվեց հենց մի թագավորի կողմից, ում սեփական ժողովուրդն արհամարհում էր։ Պատասխանը սկսվում է Հերովդես անունով մի մարդուց։ Նա ստարյուն հրեա չէր։ Սերում էր իդումեացիներից, մի հարան ժողովրդից, որը ստիպված էր եղել ընդունել հուդայականություն ընդամենը մեկ սերունդ առաջ։ Երուսաղեմի կրոնական վերնախավի համար դա նրան դարձնում էր օտարական գահի վրա։ Բռնապետ։ Հռոմը նրան կարգել էր այնտեղ, Հռոմը նրան պահում էր իշխանության ղեկին։ Հերովդեսը գիտեր, որ կառավարում է մի ժողովրդի, որն իրեն մերժում է։ Եվ նա որոշեց փոխել դա միակ ձով, որը գիտեր, կառուցելով։ Քրիստոսից առաջ 20 թվականին Հերովդեսը հավաքեց ժողովրդին, հայտարարելու իր նախագծի մասին։ Նա ցանկանում էր վերակառուցել Երուսաղեմի տաճարը։ Ոչ թե նորոգել։ Վերակառուցել։ Ընդարձակել։ Բաբելոնյան գերությունից վերադառնալուց ի վեր գոյություն ունեցող այդ համեստ սրբավայրը վերածել մի բանի, որն աշխարհը երբեք չէր տեսել։ Նախնական արձագանքը բացարձակ անվստահությունն էր։ Շատերը կարծում էին, թե դա պատրվակ է սուրբ վայրը քանդելու այն երբեք չվերականգնելու համար։ Այդ ժամանակ Հերովդեսը երդում տվեց։ Նա ձեռք չէր տա հին կառույցներին, մինչ որ անհրաժեշտ ողջ նյութը հասանելի չլիներ շինհրապարակում։ Նախ կլիներ նախապատրաստումը։ Միայն դրանից հետո քանդումը։ Եվ այսպես սկսվեց այն, ինչը պետք է դառնար Քրիստոսից առաջ առաջին դարի խոշորագույն շինարարական նախագիծը։ Հերովդեսը հավաքեց տարածաշրջանի 10,000 լավագույն բանվորներին։ Քանակը բավարար չէր։ Նա որակ էր ուզում։ Փորձառու քարագործներ, հմուտ հյուսներ, արհեստավորներ, որոնք ընդունակ էին աշխատել միլիմետրիկ ճշգրտությամբ։ Սակայն կար մի նուրբ խնդիր։ Ըստ հրեական օրենքների, տաճարի որոշակի տարածքների կարող էին դիպչել միայն քահանաները։ Լուծումը եղավ 1000 քահանաների շինարարական արհեստների մեջ վերապատրաստելը։ Մարդիկ, ովքեր սովորաբար իրենց կյանքը նվիրում էին սուրբ ծեսերին, սովորեցին քար կտրել, փայտ մշակել։ Հագնված իրենց ծիսական հագուստներով, նրանք իրենք բարձրացրին ներքին սրբարանի պատերը։ Քարերը տեղափոխելու համար Հերովդեսը մոբիլիզացրեց 1000 սայլ։ Բլոկները գալիս էին Երուսաղեմից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող քարանքերից։ Դրանցից մեկը հայտնաբերվել է ժամանակակից հնագետների կողմից հենց ներկայիս քաղաքի կենտրոնում։
Կտրվածքի հետքերը դեռ այնտեղ են դրոշմված ժայռի վրա, վկայելով արդյունահանված քարերի անհավանական չափերի մասին։ Ոմանք ունեին 3 մետր երկարություն, 2 մետր լայնություն, 2 մետր բարձրություն։ Դրանք կշռում էին 2-ից 5 տոննա։ Բայց դրանք սովորական քարերն էին։ Բացառիկները հասնում էին դժվար պատկերացնելի չափերի։ Տաճարի հարթակը պահող հենապատի մեջ հնագետները գտել են 15 մետր երկարությամբ բլոկներ։ Մտածեք, թե դա ինչ է նշանակում։ 15 մետրը ավելին է, քան բասկետբոլի դաշտի լայնությունը։ Մեկ միասնական քար։ Իսկ քաշը գրեթե 400 տոննա։ Ըստ մասնագետների, հին աշխարհի ոչ մի այլ կառույցում այդքան մեծ քար չկար։ Ոչ Եգիպտոսի բուրգերում, ոչ հունական տաճարներում։ Հերովդեսը պնդում էր, որ իր տաճարը լինի եզակի բոլոր առումներով։ Եվ այդ հսկայական քարերը շարվել են առանց շաղախի։ Այնպիսի կատարյալ ճշգրտությամբ, որ կարերը հազիվ տեսանելի էին։ Կտրվածքն արվում էր քարանքերում երկաթե գործիքներով փայտե սեպերով։ Նախ, բանվորները խորը ճեղքեր էին բացում յուրաքանչյուր բլոկի շուրջ։ Հետո տեղադրում էին սեպեր, որոնք թրջվելիս ընդարձակվում էին ճեղքում ժայռը հենց այնտեղ, որտեղ անհրաժեշտ էր։ Դա դանդաղ գործընթաց էր։ Յուրաքանչյուր մեծ քարի արդյունահանումը կարող էր շաբաթներ տել։ Բայց Հերովդեսը չէր շտապում։ Նա հավակնություններ ուներ։ Շինարարության մեջ օգտագործված քարերի ընդհանուր թիվը գերազանցում է ցանկացած ողջամիտ գնահատական։ Հենապատերի յուրաքանչյուր շարք պարունակում էր 800-ից 1000 քար, որոնցից յուրաքանչյուրը կշռում էր միջինը 4500 կիլոգրամ։ Հաշվարկեք։ Միայն հենապատերի համար անհրաժեշտ եղավ ավելի քան 1 միլիոն տոննա քար։ Եվ դա չհաշված ներքին կառույցները, բակերը, սյունաշարերը, գլխավոր սրբարանը։ Համալիրի ընդհանուր քաշը մարտահրավեր է նետում երակայությանը։ Իսկ ինչպես էին այդ քարերը տեղափոխվում։ Քարանքերի տաճարի լեռան միջ հեռավորությունը մոտավորապես 1 կիլոմետր էր։ Քիչ է թվում։ Բայց փորձեք 400 տոննա կշռող քարը տեղափոխել 1 կիլոմետր անհարթ տեղանքով, բարձրանալով բլուրը, օգտագործելով միայն մարդկային կենդանական ուժը։ Սայլերին անհրաժեշտ էին հատուկ ամրացված անիվներ։ Ճանապարհները պետք է հարթեցվեին, խտացվեին, քաշին դիմանալու համար։ Տասնյակ մարդկանցից բաղկացած թիմերն աշխատում էին միասին, յուրաքանչյուր հսկա բլոկը շարժելու համար, օգտագործելով թեքահարթակներ, լծակներ, փայտե գլաններ, մարդկային բազկի հաստությամբ պարաններ։ Բարձրացման գործընթացն էլ ավելի բարդ էր։ Ինչպես տեղադրել 20 տոննա կշռող քարը 10 մետր բարձրության վրա։ Հերովդեսի ինժեներները մշակեցին ճախարակների բազմաճախարակների համակարգեր, որոնք բազմապատկում էին առկա ուժը։ Թեքահարթակներ էին կառուցվում, հետո հեռացվում։ Լիբանանյան մայրու փայտից պատրաստված սաստիկ բարձր սյուները պահում էին բանվորներին գլխապտույտ բարձրությունների վրա։ Մի սխալ հաշվարկ, մի պարան, որը կկտրվեր, մի քար, որը կսահեր։ Հարյուրավոր կյանքեր վտանգված էին յուրաքանչյուր շարժման ժամանակ։ Քանի հոգի մահացավ շինարարության ընթացքում։ Ճշգրիտ արձանագրություններ չկան։ Բայց նման մեծության գործերում դժբախտ պատահարներն անխուսափելի էին։ Անկումներ, ճզմումներ, ժամանակավոր կառույցների փլուզումներ։ Հերովդեսի տաճարի մարդկային գինը, անշուշտ, ներառում էր կորսված կյանքեր, որոնք երբեք չհաշվվեցին։ Առաջին մեծ գործը հենց տաճարի լեռան ընդարձակումն էր։ Սողոմոնի ժամանակներում կառուցված սկզբնական հարթակը չափվում էր մոտավորապես 5 հեկտարով։ Հերովդեսը որոշեց եռապատկել այդ տարածքը։ Դրա համար նա կառուցեց հսկայական հենապատեր լեռան բոլոր կողմերում, ստեղծելով հենարանային կառույց, որը թույլ էր տալիս ընդլայնել գագաթի հարթ տարածքը։ Արևմտյան կողմում պատն ուներ մոտ 500 մետր երկարություն։ Հարավային կողմում հսկայական կամարներն ու ստորգետնյա թաղերը ձավորում էին հենարանային 4 հարկեր, որոնցից յուրաքանչյուրն ուներ 6 մետր լայնություն, 6 մետր բարձրություն։ Դա նման էր արհեստական լեռ կառուցելուն։ Եվ Հերովդեսը հենց դա արեց։ Երբ ավարտվեց, տաճարի լեռան հարթակը չափվում էր 488 մետր արևմտյան կողմում, 470 արևելյան կողմում, 315 հյուսիսում, 280 հարավում։ Մոտավորապես 14 հեկտար տարածք։ Որպեսզի պատկերացնեք, դա հավասար է ավելի քան 25 ֆուտբոլի դաշտի։ Դա հին աշխարհի ամենամեծ արհեստական հարթակն էր։
Եվ դրա վրա պետք է վեր խոյանար ամենատպավորիչ համալիրը, որը մարդկությունը երբեք կառուցել էր Աստծուն երկրպագելու համար։ Իսկ արտաքին տեսքը? Հովսեփոսը թողել է մանրամասն նկարագրություններ, որոնք պոետիկ չափազանցություն են թվում, բայց փաստերի պարզ արձանագրում էին։ Տաճարը ըստ նրա ամբողջությամբ պատված էր ոսկե թիթեղներով, այնքան հաստ, որ երբ օրը բացվում էր, մարդ այնքան էր հափշտակվում դրա գեղեցկությամբ, որքան արի ոսկեշող ճառագայթներով։ Օտարերկրացիներին, ովքեր դեռ չէին տեսել այն, այդ վեհաշուկ զանգվածը հեռվից թվում էր ձյունածածկ լեռ, շնորհիվ հղկված սպիտակ քարերի, որոնք պատում էին ոչ ոսկեզօծ տարածքները։ Սրբարանի տանիքը պատված էր ոսկե սուր փշերով, որոնք հատուկ նախագծված էին թռչունների վայրեջքը կառույցի աղտոտումը կանխելու համար։ Ցանկացած անկյունից, որից նայեիր, տաճարը փայլում էր։ Առավոտյան այն արտացոլում էր արելքից ծագող արը։ Կեսօրից հետո այն որսում էր մայրամուտի ոսկե լույսը։ Գիշերը, լիալուսնի տակ, հղկված մակերեսները ստեղծում էին մի առեղծվածային փայլ, որը երում էր կիլոմետրեր հեռվից։ Ուխտավորների համար, ովքեր մոտենում էին Երուսաղեմին օրեր կամ շաբաթներ տաց ճանապարհորդությունից հետո, այդ տեսարանն այն պահն էր, որն արդարացնում էր ողջ ուղին։ Շատերը ծնկի էին գալիս։ Մյուսները գովերգության սաղմոսներ էին երգում։ Ոմանք պարզապես լռում էին, ի վիճակի չլինելով ընկալել այն, ինչ տեսնում էին իրենց աչքերը։ Բայց որքան ժամանակ խլեց այս ամենը։ Գլխավոր սրբարանն ավարտվեց 18 ամսում։ Տպավորիչ ժամկետ, հաշվի առնելով աշխատանքի մասշտաբը։ Սակայն արտաքին բակերը, սյունաշարերը, մոնումենտալ դարպասները, բոլոր կից-շինությունները շատ ավելի ժամանակ պահանջեցին։ 8 տարի անց հիմնական կառույցը պատրաստ էր։ Բայց հարդարման աշխատանքները շարունակվեցին։ Եվ շարունակվեցին։ Եվ շարունակվեցին։ Տաճարը պաշտոնապես ավարտվեց միայն Քրիստոսից հետո 64 թվականին։ Դա նշանակում է, որ շինարարությունը տեց 84 տարի։ Գրեթե մի ամբողջ դար անդադար աշխատանք։ Եվ գիտեք ինչն է ամենատպավորիչը։ Վերջնականապես ավարտվելուց 6 տարի անց տաճարը հիմնահատակ կործանվեց։ Բայց նախքան վերջի մասին խոսելը, մենք պետք է մտնենք նրա ներսը։ Մենք պետք է տեսնենք, թե ինչ կար այդ սպիտակ պատերի ներսում, որոնք հեռվից ձյան պես փայլում էին։ Առաջին տարածքը, որին հանդիպում էր ցանկացած այցելու, հեթանոսների գավիթն էր։ Դա համալիրի արտաքին տարածքն էր, բաց բոլոր ազգերի մարդկանց համար։ Պարտադիր չէր հրեա լինել այնտեղ մտնելու համար։ Վաճառականները, ճանապարհորդները, ցանկացած ծագման հետաքրքրասերները կարող էին քայլել այդ հսկայական տարածքում։ Եվ հսկայականը ճիշտ բառն է։ Բակը զբաղեցնում էր հարթակի մեծ մասը, շրջապատված մոնումենտալ սյունաշարերով, որոնք ստվեր պաշտպանություն էին ապահովում Երուսաղեմի անողոք արից։ Հարավային կողմում գտնվում էր թագավորական սրահը, ողջ համալիրի ամենատպավորիչ կառույցը։ Ֆլավիոս Հովսեփոսն այն նկարագրել է որպես մի բան, որն անհավատալի էր նրանց համար, ովքեր չէին տեսել, ծայրաստիճան ապշեցուցիչ նրանց համար, ովքեր տեսել էին։ Սրահը կազմված էր 162 կորինթական սյուներից, դասավորված 4 շարքով, ստեղծելով 3 ծածկված միջանցք։ Յուրաքանչյուր սյուն ուներ 14 մետր բարձրություն, 1.5 մետր հաստություն։ Ձեռք-ձեռքի տված 3 տղամարդ հազիվ թե կարողանային գրկել դրանցից մեկը։ Կենտրոնական միջանցքի առաստաղն ավելի բարձր էր, քան կողայիներինը, ստեղծելով վեհության տպավորություն, որն այցելուներին ստիպում էր իրենց փոքր զգալ վայրի վեհության առջ։ Հենց այնտեղ հեթանոսների գավիթում էր տեղի ունենում տաճարի գործունեության համար անհրաժեշտ արտուրը։ Դրամափոխները հռոմեական մետաղադրամները փոխում էին Տյուրոսի մետաղադրամների հետ, միակ արժույթը, որն ընդունվում էր տաճարի հարկի համար։ Վաճառողները զոհաբերության համար կենդանիներ էին առաջարկում, գառներ, եզներ, աղավնիներ, այն ուխտավորների համար, ովքեր գալիս էին հեռվից չէին կարող բերել իրենց սեփական կենդանիներին։ Աղմուկն անդադար էր։ Շարժումը ինտենսիվ։ Ուխտագնացության տոների ժամանակ, հատկապես Պասեքին, Երուսաղեմն ընդունում էր 300-ից 400 հազար այցելու, ի հավելումն իր մոտավորապես 30,000 բնակչության։ Քաղաքի չափերը բազմապատկվում էին։ Եվ տաճարն այդ ողջ բազմության բաբախող սիրտն էր։ Բայց ոչ բոլորը կարող էին գնալ հեթանոսների գավիթից այն կողմ։ Մոտ 1 մետր 40 սանտիմետր բարձրությամբ քարե արգելապատը նշում էր այն սահմանը, որից այն կողմ ոչ մի ոչ հրեա չէր կարող անցնել։ Կանոնավոր ընդմիջումներով հունարեն լատիներեն արձանագրություններով տախտակները զգուշացնում էին։
Օտարերկրացիները, ովքեր կանցնեին այդ կետը, պատասխանատու կլինեին իրենց սեփական մահվան համար։ Դա դատարկ, սպառնալիք չէր։ Դա օրենք էր։ Ներքին տարածքի սրբությունը պահանջում էր այդ բացարձակ առանձնացումը։ Անցնելով արգելապատը, հրեաները մտնում էին աստիճանաբար ավելի սահմանափակ, ավելի բարձր մի շարք բակեր։ Նախ գալիս էր կանանց գավիթը, որն այդպես էր կոչվում, քանի որ այն ամենաներքին կետն էր, որտեղ հրեա կանայք կարող էին երկրպագել։ Հատակը գտնվում էր հեթանոսների գավիթից 2.5 մետր բարձրության վրա։ 15 կիսաշրջանած աստիճանները տանում էին դեպի հաջորդ մակարդակ, Իսրայելի գավիթ, որը վերապահված էր հրեա տղամարդկանց։ Եվս 3 մետր վեր գտնվում էր քահանաների գավիթը, ուր կարող էին մտնել միայն Ահարոնի սերունդները։ Եվ վերջապես, 2.5 մետր վեր, բուն սրբարանի հատակը։ Ընդհանուր առմամբ, կենտրոնական շինությունը գտնվում էր արտաքին բակի մակարդակից 9 մետր բարձրության վրա։ Անհրաժեշտ էր բարձրանալ Աստծուն մոտենալու համար։ Ինչպիսին էր մուտքը բուն սրբարան։ 12 աստիճանները քահանաների տարածքից տանում էին դեպի շենքի մուտքը։ Դռները մոնումենտալ էին, 24.5 մետր բարձրություն, 7 մետր լայնություն։ Ծածկված ոսկե թիթեղներով այնքան հաստ, որ մետաղը չէր ծրվում իր սեփական քաշի տակ։ 20 տղամարդ էր անհրաժեշտ դրանք ամեն օր բացելու փակելու համար։ Երբ առավոտյան արը հարվածում էր այդ դռներին, արտացոլանքն այնքան ուժգին էր, որ թվում էր, թե տաճարի մուտքի մոտ կրակ կա։ Անցնելով դռները, արտոնված այցելուն, միայն քահանաները, մտնում էր սուրբ տեղը։ Այնտեղ գտնվում էին 3 սուրբ առարկաներ։ 7 թանի աշտանակը, պատրաստված զուտ ոսկուց, առաջադրության հացերի սեղանը, որտեղ շաբաթական 12 հաց էր դրվում, խնկարկության սեղանը, որտեղից անդադար բարձրանում էր անուշահոտ ծուխը, ներկայացնելով ժողովրդի աղոթքները, որոնք բարձրանում էին երկինք։ Պատերը պատված էին ոսկով։ Հատակը, երկրաչափական նախշերով հղկված քարերից։ Բարձր պատուհաններից ներս թափանցող լույսը բազմապատկվում էր ոսկե արտացոլանքների մեջ, ստեղծելով մի մթնոլորտ, որը քահանաները նկարագրում էին որպես Աստծո տեսանելի ներկայության մեջ գտնվելը։ Բայց կար մի ավելի սուրբ վայր։ Մի վայր, ուր գրեթե ոչ ոք չէր կարող մտնել։ Սրբություն սրբոցը բաժանված էր սուրբ տեղից մի վարագույրով։ Դա սովորական վարագույր չէր։ Դա մի մոնումենտալ գորգ էր, հյուսված կտավե բրդյա թելերից, կապույտ, ծիրանի, կարմիր սպիտակ գույներով։ Ասեղնագործված քերովբեների պատկերներով, ոսկե թելով։ Այն ուներ 18 մետր բարձրություն, 9 մետր լայնություն։ Դրա հաստությունը համապատասխանում էր ձեռքի ափին, 8-ից 10 սանտիմետր։ Ըստ հրեական ավանդությունների, վարագույրն այնքան ծանր էր դիմացկուն, որ հակառակ ուղղություններով քաշող երկու ձիերը չէին կարողանա այն պատռել։ Այդ վարագույրի հետում գտնվում էր ողջ երկրի ամենասուրբ տարածքը հրեա ժողովրդի համար։ Սրբություն սրբոցը։ Այն վայրը, ուր Աստծո ներկայությունը բնակվում էր հատուկ ձով։ Սողոմոնի տաճարում այնտեղ էր գտնվում ուխտի տապանակը։ Բայց տապանակն անհետացել էր դարեր առաջ, երբ բաբելոնացիները կործանեցին առաջին տաճարը։ Հերովդեսի տաճարում սրբություն սրբոցը դատարկ էր։ Կար միայն մի քար, հիմնաքարը, որը նշում էր այն ճշգրիտ վայրը, ուր պետք է հանգչեր տապանակը։ 3 մատնաչափ բարձրությամբ մի փոքրիկ բարձրություն ցույց էր տալիս ճշգրիտ դիրքը։ Միայն մեկ հոգի կարող էր մտնել սրբություն սրբոց։ Միայն տարին մեկ անգամ։ Քահանայապետը, քավության օրը, անցնում էր վարագույրը, ողջ ժողովրդի մեղքերի համար քավություն անելու։ Դա բացարձակ լարվածության պահ էր։ Պատմում են, որ մյուս քահանաները պարան էին կապում քահանայապետի կոճին։ Եթե նա այնտեղ մեռներ, բավարար չափով մաքրված չլինելու կամ ծիսակարգի որևէ թերության պատճառով, հնարավոր կլիներ դուրս քաշել նրա մարմինը, առանց որևէ մեկի ներս մտնելու անհրաժեշտության։ Աստիճանական սահմանափակումների այս համակարգը, հեթանոսները դրսում, կանայք մինչ որոշակի կետ, տղամարդիկ մի փոքր ավելի առաջ, քահանաներն էլ ավելի մոտ, միայն քահանայապետը ամենասուրբ վայրում, հաղորդում էր հստակ ուղերձ. Աստված սուրբ է։ Նրան մոտենալը պահանջում է մաքրագործում։ Պահանջում է արժանապատվություն։ Պահանջում է միջնորդներ։ Բայց տաճարը սոսկ երկրպագության վայր չէր։ Այն նա ողջ տարածաշրջանի տնտեսական շարժիչն էր։ Հաշվարկվում է, որ համալիրն աշխատանքով էր ապահովում 18,000 մարդու։ Քահանաներ, ղտացիներ, պահակներ, սպասարկող բանվորներ, արտոնված վաճառականներ, վարչական աշխատողներ։
Պաղեստինում ծառայում էին ավելի քան 7000 քահանաներ, նրանց մեծ մասը Երուսաղեմում, բաժանված 24 հերթափոխերի, որոնք հաջորդում էին միմյանց ծիսական աշխատանքներում։ Տաճարը հարկեր էր հավաքում ողջ հայտնի աշխարհի հրեաներից։ 20 տարեկանից բարձր յուրաքանչյուր հրեա տղամարդ պետք է տարեկան կես սիկղ վճարեր սրբավայրի պահպանման համար։ Հռոմեական կայսրությունում դրանից դուրս սփռված միլիոնավոր հրեաների պարագայում այդ հավաքագրումը հսկայական էր։ Տաճարի գանձարանը գործում էր որպես հնության ամենաապահով բանկը։ Հարուստ մարդիկ այնտեղ էին պահ տալիս իրենց կարողությունները։ Դարերի ընթացքում կուտակված ոսկին տաճարը դարձնում էր ոչ միայն կրոնական կենտրոն, այլ տարածաշրջանային նշանակության ֆինանսական կենտրոն։ Ամենօրյա ծեսերը հետում էին խիստ առօրյայի, որը չէր փոխվում տարվա ընթացքում։ Ամեն առավոտ, ամեն երեկո զոհաբերություններ էին մատուցվում մեծ զոհասեղանի վրա, որը գտնվում էր քահանաների գավիթում։ Զոհասեղանն ինքնին տպավորիչ կառույց էր։ Հիմքում ավելի քան 14 մետր կողմով մի քառակուսի կառուցված չտաշված քարերից, ինչպես սահմանում էր Մովսեսի օրենքը։ Քահանաները բարձրանում էին թեքահարթակով, երբեք ոչ աստիճաններով, ընծաները մատուցելու համար։ Այրված մսի խնկի հոտն անդադար էր։ Արծաթե փողերի ձայնը նշում էր արարողությունների հիմնական պահերը։ Գտացիները սաղմոսներ էին երգում երգչախմբերով, որոնք արձագանքում էին քարե կառույցների մեջ։ Նրանց համար, ովքեր այնտեղ էին, փորձառությունը ներառում էր բոլոր զգայարանները։ Դա միայն տեսողական չէր։ Դա լսողական էր, հոտառական, շոշափելի։ Դա լիակատար ընկղմում էր սրբազան ներկայության մեջ։ Ուխտագնացության 3 մեծ տոների ժամանակ, Պասեկ, Պենտեկոստե տաղավարահարած տոն, ռիթմը կտրուկ արագանում էր։ Պասեքին գառներ էին զոհաբերվում այնպիսի քանակությամբ, որը մարտահրավեր է նետում երակայությանը։ Արձանագրությունները ցույց են տալիս, որ մեկ պասեքի ընթացքում զոհաբերվել է ավելի քան 250,000 կենդանի։ Դա նշանակում է հազարավոր զոհաբերություններ ժամում։ Արյան գետերը հոսում էին հատուկ նախագծված ջրանցքներով, զոհասեղանը ցամաքեցնելու համար։ Օդը թանձրանում էր ծխով խորոված մսի բույրով։ Յուրաքանչյուր ընտանիք, որը գալիս էր Պասեքին, բերում էր կամ տեղում գնում էր իր սեփական գառը։ Ընտանիքի հայրերը մտնում էին ներքին բակերը կենդանու հետ, ներկա էին լինում քահանաների կողմից կատարվող զոհաբերությանը, միսը հետ էին տանում, խորովելու Պասեքյան ընթրիքին ճաշակելու համար։ Դա տպավորիչ բարդության լոգիստիկ համակարգ էր, որը կրկնվում էր տարեցտարի, սերնդեսերունդ։ Եվ կար նա քաղաքական չափումը։ Հերովդեսը կառուցեց Անտոնիայի ամրոցը Համալիրի հյուսիսարևմտյան անկյունում, անմիջապես միացված տաճարի լեռանը։ Այնտեղից հռոմեացի զինվորները կարող էին դիտել այն ամենը, ինչ կատարվում էր բակերում։ Տոների ժամանակ, երբ 100 հազարավոր ուխտավորներ էին հավաքվում, լարվածությունը մշտական էր։ Ցանկացած կայծ կարող էր վերածվել ապստամբության։ Հռոմեացի կառավարիչը, ով սովորաբար բնակվում էր ծովափնյա Կեսարիայում, բարձրանում էր Յուսաղեմ գլխավոր տոների ժամանակ, անձամբ վերահսկելու իրավիճակը։ Հենց այս համատեքստում էր, որ Հիսուս Նազովրեցին քայլեց տաճարի բակերով։ Հենց այնտեղ նա ուսուցանեց բազմություններին սյունաշարերի տակ։ Հենց այնտեղ նա շրջեց դրամափոխների սեղանները, վտարեց կենդանի վաճառողներին, հայտարարելով, որ նրանք աղոթքի տունը վերածել են ավազակների որջի։ Եվ հենց այդ վեհաշուկ տաճարի մասին նա արեց մի տագնապալի մարգարեություն։ Նրա աշակերտները, տպավորված շինությունների վեհությամբ, նրա ուշադրությունը հրավիրեցի քարերի չափերի շենքերի գեղեցկության վրա։ Հիսուսը պատասխանեց բառերով, որոնք այդ պահին պետք է որ անհեթեթ հնչեին։ Այստեղ քար քարի վրա չի մնա, որ չքանդվի։ Ինչպես կարող էր որևէ մեկը պատկերացնել, որ այդ մոնումենտալ կառույցը, որը կառուցվել էր հավերժ մնալու համար, հիմնահատակ կկործանվեր։ 40 տարի անց մարգարեությունը կատարվեց։ Քրիստոսից հետո 66 թվականին հրեաներն ապստամբեցին Հռոմի դեմ։ Տասնամյակներ շարունակ եռացող լարվածությունը վերջապես պայթեց։ Կառավարիչ Կեսիոս Ֆլորուսը կողոպտել էր տաճարի գանձարանը, պատասխանը բռնի էր։ Ապստամբները գրավեցին Երուսաղեմը։ Հռոմեական մի լեգիոն պարտվեց, նվաստացավ։ Հռոմը չէր կարող թույլ տալ, որ դա մնա առանց պատասխանի։ Ներոն կայսրն ուղարկեց իր լավագույն զորավարին, Վեսպասիանոսին, ապստամբությունը ճնշելու համար։ Իր որդի Տիտոսի հետ միասին Վեսպասիանոսը սկսեց վերանվաճել տարածաշրջանը քաղաք առ քաղաք, ամրոց առ ամրոց։ Բայց նախքան առաքելությունն ավարտելը, Ներոնը մահացավ, կայսրությունը ընկղմվեց քաղաքացիական պատերազմի մեջ։
Վեսպասիանոսը վերջիվերջո դարձավ կայսր, վերադարձավ Հռոմ, թողնելով Տիտոսին աշխատանքն ավարտելու համար։ 70 թվականի ապրիլին Տիտոսը հասավ Երուսաղեմի դարպասների մոտ 4 լիակատար լեգեոններով, բացի օժանդակ զորքերից։ Մոտ 50,000 զինվոր պաշարեցին քաղաքը։ Իսկ պարիսպների ներսում իրավիճակը քաոսային էր։ Մրցակից հրեական խմբավորումները պայքարում էին միմյանց դեմ վերահսկողության համար, ոչնչացնելով սննդի պաշարները, սպանելով միմյանց, մինչ թշնամին մոտենում էր։ Ասես քաղաքը վճռել էր ինքնակործանվել նախքան հռոմեացիների ներս մտնելը։ Պաշարումը տեց ամիսներ։ Սովը դարձավ հուսահատեցնող։ Մարդիկ հազարներով մեռնում էին փողոցներում։ Դիակները կուտակվում էին առանց թաղման։ Այդ ժամանակաշրջանի տեղեկությունները նկարագրում են տեսարաններ, որոնց դժվար է հավատալ։ Մի հարուստ կին, ամեն ինչ կորցնելով ներքին կողոպտիչների պատճառով, սպանեց կերավ իր սեփական որդուն։ Երբ հոտը գրավեց մյուս սովածների ուշադրությունը, նա նրանց առաջարկեց այն, ինչ մնացել էր։ Նրանք, ովքեր փորձում էին փախչել, բախվում էին նույնքան սարսափելի ճակատագրի։ Հռոմեացի զինվորները բռնում էին փախստականներին, խաչում նրանց քաղաքի պարիսպների տեսադաշտում, օրական 500 հոգի որոշակի ժամանակահատվածներում։ Խաչերի թիվն այնքան շատ էր, որ փայտը չէր հերիքում։ Տարածքը չէր հերիքում։ Երուսաղեմի շուրջ գտնվող հովիտը վերածվեց կախված մարմինների անտառի, մի մակաբր զգուշացում բոլոր նրանց համար, ովքեր կմտածեին հանձնվելու մասին։ Պարիսպների ներսում խելագարությունը տիրեց։ Կեղծ մարգարեները քարոզում էին, թե Աստված հրաշքով փրկություն կուղարկի, որ պարիսպները երբեք չեն քանդվի, որ տաճարն անկործանելի է։ 6000 մարդ ապաստան գտավ հեթանոսների գավիթի մի սրահում, համոզված լինելով այդ մարգարեներից մեկի կողմից, որ այնտեղ փրկություն կգտնեն։ Հռոմեացիները հրկիզեցին կառույցը։ Բոլորը մեռան։ Երուսաղեմի պաշտպանությունն ահեղ էր։ 3 համակենտրոն պարիսպներ պաշտպանում էին քաղաքը։ Քարերը շարված էին բազմաթիվ շերտերով, դիմադրելով հռոմեական խոյերի հարվածներին։ Տաճարի դռներից մեկը, որը պատրաստված էր ամբողջությամբ զանգվածային բրոնզից, այնքան ծանր էր, որ 20 ուժեղ տղամարդ էր անհրաժեշտ այն շարժելու համար։ Անհնար էր թվում, որ այդ պաշտպանությունները տեղի տային։ Բայց հռոմեացիները համբերատար էին և անողոք։ Պաշարող մեքենաներն անդադար հարվածում էին պարիսպներին։ Հողե թեքահարթակներ էին կառուցվում, թույլ տալու մուտքը դեպի ամենաբարձր մասերը։ Թունելներ էին փորվում հիմքերի տակով։ Երբ հրեաները ոչնչացնում էին մի թեքահարթակ կամ խոյ, հռոմեացիները կառուցում էին մեկ ուրիշը։ Եվ մեկ ուրիշը։ Եվ մեկ ուրիշը։ Հռոմեական զինվորական կարգապահությունը հանձնվել չգիտեր։ Տիտոսը, ըստ Ֆլավիոս Հովսեփոսի, ցանկանում էր պահպանել տաճարը։ Նա դրա մեջ տեսնում էր մի գլուխգործոց, որը պետք է զարդարեր կայսրությունը, ոչ թե կործանվեր։ Նա բազմիցս առաջարկեց հանձնվելու պայմաններ։ Բազմիցս մերժվեց։ Պաշտպանները նախընտրում էին մեռնել մարտում, քան հանձնվել։ Երբ հռոմեացիները վերջապես ճեղքեցին պարիսպները, հասան տաճարի լեռանը, մարտը կատաղի էր։ 4 բախումներ տեղի ունեցան, նախքան հարձակվողները կկարողանային ամուր դիրք գրավել։ Եվ այդ ժամանակ, քաոսի մեջ, մի հռոմեացի զինվոր արեց մի բան, որը հավերժ կփոխեր պատմությունը։ Առանց ուղղակի հրամանի, բարձրացված մի ընկերոջ ուսերին, նա մի վառվող փայտ նետեց ոսկեզօծ պատուհանից ներս։ Կրակը սկսեց տարածվել։ Տիտոսը վազեց դեպի այդ վայրը, գոռալով, որ հանգցնեն բոցերը։ Բայց նրա զինվորները չլսեցին կամ չուզեցին լսել։ Ամիսներ տաց պաշարման կատաղությունը, կուտակված բարկությունը, կողոպուտի խոստումը։ Ամեն ինչ համակցվում էր, հրթեհն անխուսափելի դարձնելու համար։ Տաճարն այրվեց։ Ոսկե թիթեղները հալվեցին, հոսեցին քարերի արանքով։ Զինվորները քանդեցին ամբողջական բլոկներ, փորձելով հավաքել թանկարժեք մետաղը, որը ներթափանցել էր ճեղքերի մեջ։ Սյունաշարերը փլուզվեցին։ Բակերը վերածվեցին մխացող ածուխների։ Վարագույրը, որը բաժանում էր սուրբը սրբություն սրբոցից, սպառվեց։ Մի քանի ժամվա ընթացքում կառույցը, որի շինարարությունը տել էր 84 տարի, վերածվեց մոխրի փլատակների։ Հրեական օրացույցով Ավ ամսվա 9-րդ օրն էր։ Նույն օրը, երբ 656 տարի առաջ առաջին տաճարը կործանվել էր Նաբուգոդոնոսորի կողմից։ Զուգադիպությունը կամ նախախնամությունը աննկատ չմնաց։
Ֆլավիոս Հովսեփոսն արձանագրել է թվեր, որոնք չափազանցված են թվում, բայց տալիս են աղետի մասշտաբը։ Ավելի քան 1 միլիոն զոհ պաշարման կործանման ընթացքում 100,000 հոգի վաճառվեց որպես ստրուկ։ Սիրիայում ոսկու գինը կիսով չափ ընկավ տաճարից թալանված մետաղի քանակի պատճառով։ Սուրբ գանձերը, 7 թանի աշտանակը, առաջադրության հացերի սեղանը, արծաթե փողերը տարվեցին Հռոմ ցուցադրվեցին Տիտոսի հաղթական շքերթի ժամանակ։ Մինչ օրս Հռոմում Տիտոսի կամարը ցույց է տալիս այդ երթի բարձրաքանդակները, որտեղ զինվորները տանում են տաճարի ավարը։ Ողջ մնացածները ցրվեցին։ Ոմանք գնացին Եգիպտոս, մյուսները՝ Փոքր Ասիա։ Ոմանք հասան մինչ Արաբիա, հաստատվելով այնպիսի քաղաքներում, ինչպիսին է Մեդինան, որտեղ նրանց համայնքները կմնային դարեր շարունակ։ Հրեական սփյուռքը, որն արդեն գոյություն ուներ նախքան կործանումը, կտրուկ ինտենսիվացավ։ Մի ողջ ժողովուրդ պոկվեց իր հողից սփռվեց հայտնի աշխարհի 4 կողմերը։ Իսկ ինչ մնաց Երուսաղեմում։ Մխացող ավերակներ, սացած քարեր, մահվան հոտը, որը չէր ցրվում։ Տիտոսը կանգուն թողեց Հերովդեսի ամրոցի միայն 3 աշտարակները, որպես վկայություն նվաճվածի մեծության։ Մնացածը հավասարեցվեց հիմքերին։ Հիսուսի մարգարեությունը կատարվեց բառացիորեն։ Քար քարի վրա չմնաց։ Բայց կար մի բան, որ Հիսուսն ասել էր։ Մի բան, որը կապում էր իր սեփական մահը տաճարի ճակատագրի հետ։ Այն պահին, երբ Հիսուսը մեռավ խաչի վրա, ավետարաններն արձանագրում են, որ տաճարի վարագույրը պատռվեց 2 մասի, վերից վար։ Այդ հսկայական գործվածքը, 18 մետր բարձրությամբ, որը 2 ձիերը չէին կարողանա պատռել, ճեղքվեց վերից ներք։ Ոչ թե ներքից վեր, ինչպես կլիներ, եթե դա մարդկային ձեռքի գործ լիներ։ Վերից վար։ Երկնքից դեպի երկիր։ Ինչ էր դա նշանակում։ Վարագույրը ներկայացնում էր Աստծո մարդկանց միջ եղած բաժանումը։ Այն խորհրդանշում էր, որ մուտքը դեպի աստվածային ներկայություն սահմանափակ էր, միջնորդավորված, հասանելի միայն քչերին որոշակի պահերի։ Երբ Հիսուսը մեռավ, այդ վարագույրը պատռվեց։ Արգելքը ընկավ։ Ճանապարհը բացվեց։ Եբրայեցիներին ուղված թուղթը բացատրում է, որ Քրիստոսը մտավ իսկական սրբություն սրբոց, ոչ թե Երուսաղեմում մարդկային ձեռքերով պատրաստվածը, այլ բուն երկինքը։ Նա դարձավ հավերժական քահանայապետը, ով անցավ վարագույրը մեկընդմիշտ, ոչ թե կենդանիների արյունով, այլ իր սեփական արյունով։ Եվ դա անելով նա ճանապարհ բացեց, որպեսզի ցանկացած մարդ, ցանկացած վայրում կարողանա անմիջապես մոտենալ Աստծուն։ Քարե ոսկե տաճարը մատնանշում էր այդ իրականությունը։ Այն գալիքի ստվերն էր։ Երբ իրականությունը եկավ, ստվերը կորցրեց իր գործառույթը։ Հիսուսի մահից 40 տարի անց ֆիզիկական տաճարը կործանվեց։ Ոչ թե պատահաբար։ Ոչ թե պատմության քմահաճույքով, այլ որովհետև նրա նպատակը կատարվել էր։ Այն, ինչ նա ներկայացնում էր, այժմ գոյություն ուներ լիարժեք մշտական ծով Քրիստոսի մեջ։ Այսօր նա, ով այցելում է Երուսաղեմ, գտնում է միայն արմատյան պատը, մի հենապատ, որը նույնիսկ բուն տաճարի մաս չէր կազմում։ Դա պարզապես հարթակի հենարանային կառույցն է։ Այդուհանդերձ, միլիոնավոր մարդիկ ամեն տարի դիպչում են այդ քարերին։ Նամակներ են թողնում ճեղքերում։ Աղոթում են լռության մեջ։ Լաց են լինում մնացածի առջ։ Բայց իսկական տաճարն այլս Երուսաղեմում չէ։ Պողոս առաքյալը գրել է, որ Քրիստոսին հավատացողների մարմինները Սուրբ Հոգու տաճարներ են։ Աստծո ներկայությունը, որը նախկինում բնակվում էր երկրի վրա միայն մեկ վայրում, հասանելի միայն ծեսերի միջնորդների միջոցով, այժմ բնակվում է մարդկանց մեջ։ Միլիոնավոր մարդկանց մեջ։ Սփռված ողջ աշխարհով մեկ։ Հերովդեսի տաճարը համարվում էր հին աշխարհի 8-րդ հրաշալիքը։ Նրա գեղեցկությունն անզուգական էր։ Նրա մասշտաբը աննախադեպ։ Նրա կործանումը կործանարար։ Բայց այն, ինչ նա ներկայացնում էր, մնում է։ Ոչ թե քարերի մեջ, այլ մարդկանց մեջ։ Եվ դա մի հրաշալիք է, որը ոչ մի բանակ չի կարող կործանել։ 2000 տարի է անցել այն պահից, երբ բոցերը կլանեցին այդ սպիտակ քարերը հալված ոսկին։ Կայսրություններ ծնվեցին ընկան։ Երուսաղեմը նվաճվեց վերանվաճվեց տասնյակ անգամներ։ Այն վայրը, ուր վեր էր խոյանում տաճարը, այսօր հյուրընկալում է այլ հավատքի կառույցներ։ Բայց հիշողությունը մնում է։
Եվ ավելին, քան հիշողությունը, մնում է հոգոր իրականությունը, որը տաճարը միայն նախապատկերում էր։ Ազատ անմիջական մուտքը դեպի Աստված, նվաճված ոչ թե մարդկային կառույցներով, այլ Քրիստոսի կատարյալ զոհաբերությամբ։ Նա, ով տեսնում է արմատյան պատի հին քարերը, տեսնում է միայն ավերակներ։ Նա, ով հասկանում է իմաստը, տեսնում է կատարված խոստումը։